Արծվանիկցիները հավաքվել են գյուղի թանգարանի շուրջ։ Ներսում տեղ չկա։ Դահլիճների ու բեմերի փոխարեն 155-ամյա ավանդույթներ ունեցող Արծվանիկի միջնակարգ դպրոցի այս տարվա շրջանավարտների վերջին զանգյան միջոցառումները մեկնարկում են գյուղի պատմությունն ամփոփող այս փոքրիկ շենքից։ Դուք գիտեք, որ առաջ մարդիկ հատում էին տոհմական այդպես ցեղերով։ Այդ տոհմական ցեղերը վերջում հավաքվել են, եկել Արծվանիկ։ Ի տարբերություն տղաների, աղջիկները հստակ գիտեն, թե ինչ են ուզում դառնալ։ Առջևում քննություններն են։ Նրանք պիտի կարողանան լավ գնահատականներ ստանալ, որ մի քանի տարի անց արծվանիկցիները հպարտանան իրենց իրավաբան ու թարգմանիչ համագյուղացիներով։ Ցանկանում եմ դառնալ իրավաբան, նպատակ ունեմ գնալու Երևանի պետական համալսարանը, այնտեղ կընդունվեմ, կսովորեմ, երևի ասպիրանտուրան էլ կավարտեմ։ Հետո ցանկանում եմ գալ Կապան քաղաք, որովհետև գիտեմ, որ Կապանում այդ մասնագիտության բնագավառի մասնագետները շատ քիչ են ու ցանկանում եմ քաղաքի ինչ-որ մի մեծ օգուտ բերեմ։ Գնալու եմ Երևան, համալսարան ընդունվեմ, նպատակ ունեմ թարգմանչուհի դառնալ, ընդունվելու եմ, սովորեմ։ Ուսուցիչները մաղթանքներին անպայման ավելացնում են վերադարձի կոչը։ Արծվանիկը մեծ ու զարգացող գյուղ է, այստեղ լավ մասնագետների պակաս միշտ կա։ Կարծում եմ մենք կարողացել ենք մեր կրթօջախով այնպիսի դաստիարակություն տալ մեր երեխաներին, որ նրանց հոգում սերմանվի, նրանց սրտում սերմանվի իրենց օջախը, իրենց բնորանը, իրենց ծննդավայրը չմոռանալու, չլքելու, այլ ընդհակառակը այն շենացնելու պատգամը։ Մշակութային վերջին զանգի երկրորդ հատվածը 5-րդ դարի կառույցի Երիցվանքի ավերակների մոտ էր։ Այստեղ եւս շեշտը դրված էր ազգայինի ու պատմականի ներկայացման վրա։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը միջոցառումը տարբերվող ու ստացված համարեց։ Ցանկանում եմ, որ մեր շրջանավարտները իսկապես իրենց ամբարած գիտելիքներով, իրենց ձևավորված արժեքներով կարողանան հաստատուն քայլերով մտնեն նոր կյանք եւ 9-րդ դասարանցիները իրենց մասնագիտական կողմնորոշման շնորհիվ շարունակեն իրենց կրթությունը, իսկ 12-րդ դասարանցիներին մաղթում եմ այն ընտրությունը, որ կատարել են հետագա կյանքի համար, լինի հաստատուն, լինի հաջողակ։ Արծվանիկցի շրջանավարտներին շնորհավորելու էր եկել նաև ազգային ժողովի падգամավոր Մարինա Ղազարյանը։ Նրա խոսքով աշակերտներին հաջողվեց թե պահպանել օրվա խորհուրդը, թե նոր բան սովորել ու սովորեցնել։ Սյունեցի падգամավորն ընդգծեց, սա լավ առիթ է բարձրաձայնելու միջնադարյան կոթողի վերանորոգման խնդիրը։ Շատ տպավորված եմ այս ծրագրով, քանի որ նախքին վերջի զանգերը արդեն միանման էին, հիմա այս տարի տեսնում եմ ինչ-որ փոփոխություն, տեսեք առաջի դպրոցում եմ եղել, հիմնական դպրոցում այսօր երեխաները շատ հետաքրքիր Դավիթ Բեկ արձանի մոտ էին, հետո գնացել են թատրոնի շենքը, այնտեղ են իրենք բեմականացրել, հետաքրքիր էր, դրա համար եկել եմ նաև այստեղ։ Սյունիքի մարզի 117 դպրոցում այսօր հնչեց վերջին զանգը, 1036 շրջանավարտի համար ազդարարելով կյանքի նոր շրջափուլի սկիզբը։